Ղալինջաքար ամրոցը համարվում է սահմանապահ գեղեցկուհին և բերդավանի խորհրդանիշը։ Ղալինջաքար բերդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող միջնադարյան պաշտպանական կառույցներից մեկն է։ Ունի 2 մեծ և 7 փոքր շրջանաձև աշտարակներ, ինչն ավելի գեղեցիկ ու տպավորիչ է դարձնում ամրոցը։ 9-րդ դարի վերջերին Բագրատունյաց թագավորության շրջանում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանները ավելի անառիկ դարձնելու նպատակով թագավորության ամբողջ երկայնքով կառուցվեցին տասնյակ բերդեր, որոնք կարելի է ասել պարսպի դեր էին կատարում։ Դրանցից մեկը հիմա արդեն Տավուշի մարզի Բերդավան համայնքի տարածքում Կողբ գետի աջ ափին գտնվող Ղալինջաքար ամրոցն է։ Դարեր են անցել, Հայաստանի սահմանները այս ընթացքում շատ են փոփոխվել, բայց բերդը կարծես կրկին իր սկզբնական առաքելությամբ հսկում է սահմանը։ Երբ բարձրանում ես բերդի կիսավեր պատերի վրա, երևում են դիրքերը։ Ներկայիս գյուղն իր անվան համար պարտական է հենց Ղալինջաքար ամրոցին։ Ղալա թարգմանաբար նշանակում է բերդ։ Տարիների ընթացքում գյուղի անվան հայաֆիկացման արդյունքում այն դարձել է Բերդավան։ Գյուղի բնակիչներն էլ ասում են, որ ամրոցի անվանումը Աչալ բառից է ծագել։ Նոյեմբերյանի տարածաշրջանում Աչալ են ասում Կողբեքին։ Կա նաև տարբերակ Ղալին բառի հետ կապված, որը նշանակում է խիտ, իսկ ամրոցը բավական խիտ քարերից է կառուցված։ Բերդավանում մարդ չկա, որ Ղալինջաքարի պատմությունը չիմանա։ Հենց մտնում ես գյուղ, առաջարկում են իրենց բերդը բարձրանալ ու պատմում են, թե ինչպես էին դարեր առաջ մոտակա գյուղերի բնակիչները թշնամիների հարձակման ժամանակ պատսպարվում այստեղ։ Գյուղերի պաշարումները երբեմն ամիսներ է տևել, հենց դրա համար էլ բերդում գաղտնուղի են փորել, որը հավանաբար տանում է դեպի գետը։ Այն հիմա փակ է, բայց գյուղում վստահ են, հենց այս ճանապարհով են մարդիկ հասել գետին, ջուր բերել ու ամիսներ շարունակ գոյատևել այստեղ։ Այս լեգենդի մասին պատմական տվյալներ չկան, բայց որ ամրոցը պաշտպանական դեր է ունեցել, փաստում են անգամ մասնագետները։ Այդ ժամանակներում նմանատիպ բերդերի նշանակությունը եղել է սահմանի անառիկությունը ապահովելը։ Շուրջ բոլորը բնակեցված տարածքներ են եղել։ Տաշիր ձորագետի թագավորության ժամանակներում այդ ամրոցներում հավանաբար զորակայաններ են եղել և բերդերից միմյանց ազդանշաններ են տվել։ Ամրոցի հատակագիծը ուղղանկյունաձև է, արևելք-արևմուտք ձգվածությամբ, միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում։ Կարծիք կա, որ շինությունը սկզբնապես եղել է երկհարկ, սակայն դարերի ընթացքում երկրորդ հարկի հատակը փլվել է, կառույցն ունի 2 մեծ և 7 փոքր շրջանաձև աշտարակներ։ Ամրոցի շինության թվականի ու կառուցողի մասին գիտական տվյալներ չեն պահպանվել։ Մասնագետները հակված են թվագրել այն 9-ից 11-րդ դարերով, հաշվի առնելով ճարտարապետական ձևն ու տարածաշրջանի նմանատիպ կառույցների հետ համեմատությունը։ Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ բերդը կառուցել է հյուսիսարևելյան Հայաստանում իշխող Բագրատունյաց կրտսեր ճյուղ Գյուրիկյանների Դավիթ անհողին թագավորը 989-ից 1048 թվականներին։ Բերդը մինչ այսօր կիսավեր է, բայց դա ամենևին չի խանգարում լինել մի ամբողջ շրջանի խորհրդանիշ ու պատմամշակութային կարևոր արժեք։